Այս տեսանյութով ես ցանկանում եմ, որ դուք ավելի վարժվեք արտահայտությունները պարզեցնելու մեջ։ Եվ այստեղ մենք փոքրինչ տարբեր թվեր ունենք։ Սրանցով գործողություններն անելը մի քիչ ավելի շատ ուշադրություն է պահանջում։ Ինչպես մյուս տեսանյութերի դեպքում, հիմա էլ մի պահ դադարեցրեք տեսանյութը և փորձեք ինքնուրույն պարզեցնել արտահայտությունը։ Հույս ունեմ, դուք հենց այդպես էլ վարվեցիք։ Լավ, հիմա շարունակենք միասին։ Ունենք -5,55 հանած 8,55c գումարած 4,35c։ Մենք կարող ենք միավորել c անդամները, ահա -8,55c գումարած 4,35c։ Անհրաժեշտ է պարզապես գումարել c-ի գործակիցները, -8,55-ին գումարած 4,35։ Դա մենք կարող ենք այսպես հաշվել, -8,55 հանած 4,35c։ Եվ չենք մոռանում իհարկե առաջին անդամը, -5,55։ Հաշվենք, 8,55 հանած 4,35, 8 հանած 4 հավասար է 4-ի, և 55 հանած 35 հավասար է 20-ի, այսինքն 4,20, որը նույնն է ինչ 4,2-ը, և -5,55 հանած 4,2c, ահա վերջնական տեսքը։ Մենք ավելի պարզ գրել սա չենք կարող մի անդամին, որը չի պարունակում փոփոխական, գումարել մեկ այլ անդամ, որն ունի փոփոխական։ Հետևաբար կարելի է ասել, որ մենք պարզեցրինք արտահայտությունը և արեցինք այն, ինչ մեզանից պահանջում էր խնդիրը։ Եկեք մեկ այլ օրինակ էլ լուծենք։ Ահա, և այս օրինակում մենք կոտորակների հետ կաշխատենք։ Ունենք 2/5m, գրենք 2/5m, հանած 4/5, հանած 3/5m։ Ինչպես պարզեցնենք այս արտահայտությունը։ Գումարենք բոլոր m փոփոխականով անդամները։ Եկեք անդամների հերթականությունը փոխենք, գրենք 2/5m, հանած 3/5m, հանած 4/5։ Եվ այսպես ավելի լավ է երևում, որ մենք m փոփոխականով ունենք երկու անդամ, 2/5m, հանած 3/5m։ Եկեք գործակիցները հանենք իրարից, գրենք 2/5, հանած 3/5m, և հանած 4/5։ 2/5 հանած 3/5 կստանանք -1/5, -1/5m, հանած 4/5։ Մենք ավել պարզեցնել չենք կարող, քանի որ մի անդամն ունի փոփոխական, իսկ մյուս անդամը չունի։ Եկեք մի այլ վարժություն էլ անենք։ Մի այլ օրինակ։ Գրենք 2 անգամ 1/5m, հանած 2/5, գումարած 3/5։ Նորից մի պահ դադարեցրեք տեսանյութը և ինքնուրույն փորձեք պարզեցնել արտահայտությունը։ Եկեք նախ բաշխական օրենքով բացենք առաջին փակագիծը։ 2 անգամ 1/5m կստանանք 2/5m, և 2 անգամ -2/5, -4/5, գումարած, իր գույնը ընտրենք, ահա սա էր, գումարած 3/5։ Կարող ենք ավելի պարզեցնել, իհարկե, ինչպես տեսնում եք, մենք ունենք այստեղ երկու անդամ, որոնք փոփոխական չեն պարունակում, սովորական թվեր են, -4/5 գումարած 3/5, գրենք 2/5m, և ահա մեր երկու անդամները, որոնք փոփոխական չեն պարունակում, -4/5 գումարած 3/5, կստանանք -1/5։ Ահա այսքանը։ Մենք պարզեցրինք արտահայտությունն այնքան, որքան կարող էինք։ Հույս ունեմ այս տեսանյութն օգտակար էր։